Ոչ միայն հայ սուպերսթարի, այլ նաև X Factor-ի շրջանակներում, երբ մասնակցին օրինակ հարցեր եք տալիս կամ նույնիսկ ծիծաղում եք, դրանից հետո մի ալիք է բարձրանում հատկապես ձեր ուղղությամբ։ Եթե դու պատրաստ ես այդ ոչինչին, կարող ես ձեր տանը, ձեր լոգարանում երգես եւ ուրախացնես քեզ քո փիսիկին, բայց ոչ։ Դրա համար ես փորձում եմ մարդկանց կոպել եւ համարում եմ, որ դա այն ֆունկցիան է, ինձ չի թվում, որ ChatGPT-ին ինձանց լավ գովաստ կարող է գրել, դեռ չի թվում։ Ես առաջարկում եմ այս հարցով դիմենք մեր գործընկերոջը, Էկովիլ ընկերությանը, որոնք արդեն ոլորտում 10 տարի են եւ բացի Հայաստանից դա աշխատում են նաեւ Շվեյցարիայում եւ Վրաստանում։ Ինձ թվում է, որ Շվեյցարիան ոչ մեկ կտուրները նորից չի վերապրում։ Դա համարել կդիմենք Էկովիլի եւ ձեր հարցը կլուծվի եւ կզգա կարևի ուժը արդեն Էկովիլի հետ միասին։ Շնորհակալություն, Էկովիլ դիմում ենք։ Ես շատ գոհ եմ եւ ուրախ եմ, որ մարդիկ ինձ կամ սիրում են, կամ չեն սիրում։ Շատ ավելի ցավալի կլիներ, եթե մարդիկ լինեին իմ նկատմամբ անտարբեր։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է հաղորդավար Գոր Գլումովը։ Ողջույն Գոր։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Շատ տարիներ է անցել եւ հիմա հայ սուպերսթարը նորից եթերում է։ Տպավորությունը, օրինակ հիշում եք ձեզ առաջին հայ սուպերսթարի ժամանակ, դրանից հետո արդեն X Factor-ներ չէր եղան ընթացքում։ Այդ հետաքրքիր անցումը ինչպես է ձեզ մոտ։ Դուք ձեզ ոնց եք տեսնում առաջինում եւ հիմա ձեր մոտ տարբերություն չկա ձեզ վրա։ Ես ինձ առաջինում շատ քիչ եմ տեսնում, եթե ինչ-որ աչքովս YouTube-ում կամ Instagram-ում կամ Facebook-ում ինչ-որ բան վերումա ծիծաղելի, տենց չէ որ ինձ առավոտվանից երկու նստած նայում եմ ինչ եմ արել 19 տարի առաջ, ընդհանրապես ինչ որ արել եմ, էլ չեմ նայում, որտեվ դա արդեն արել եմ։ Դե ինձ թվում է, որ թե Superstar-ը, թե X Factor-ը այն նախագծերից էին մեր երկրում քիչ, որոնք որ փոխեցին եւ ձևավորեցին սերունդներ իրականում, որովհետեւ փոքր մարդու մեծ երազանքը իրականացավ եւ սա իսկապես նա է ինչի համար ես օրինակ եկել եմ հեռուստատեսություն, որ այդ մոգությունը կա, իրական է եւ գործում է եւ յուրաքանչյուր մարդ, որը որ ունի տաղանդ, կարող է գա ասել, որ ես այս տաղանդը ունեմ, ինձ տվեք հնարավորություններ եւ շանթ այդ հնարավորությունները տվեց շատ մարդկանց եւ մենք հիմա տեսնում ենք այդ մարդիկ ուր են, ինչ են անում եւ այլն։ Դրա համար շատ ուրախ եմ։ Իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, ինձ թվում է չեմ փոխվե, իմ ճաշակը երաժշտական չի փոխվե, փոխվում են մարդիկ, որոնք որ ժյուրիում են նստած ինձանից ձախ կամ աջ, բայց ինձ թվում է հիմնականում աջ։ Ինձ թվում է որ այս անգամ հիմնականում ձախ։ Ես այս անգամ ամենաաջ կողմը ես եմ նստած։ Չգիտես ինչու, այդպես եմ որոշել։ Էական չի։ Էականը այնա, որ իմ երաժշտական ճաշակս չի փոխվե, մոտեցումները չի փոխվե, այն մարդկանց, որոնք գալիս են, շատ կարևոր է ինձ համար, որ այն մարդը, որ գալիս է, պատրաստ լինի նրան, որ նրան կծաղրեն, որ նա մեծ դժվարություններով պետք է անցնի, որ նա պետք է ապացուցի, որ նա ամենալավն է։ Եթե դու պատրաստ ես այդ ոչինչին, կարող ես ձեր տանը, ձեր լոգարանում երգես եւ ուրախացնես քեզ քո փիսիկին, բայց ոչ։ Դրա համար եթե մարդիկ պատրաստ են դրա, պետք է գան ու պայքարեն, չէ։ 19 տարի առաջ վստահ եմ դուք կփաստեք, որ մասնակիցները երբ գալիս են, այնքան ինքնավստահ չէին, ինչքան հիմիկվա սերունդը։ Դա լավ է թե վատ է։ Նայեք, իրականում ես այդ սերունդի հետ մեծացել եմ, որովհետև մեր տանը բոլոր այդ սերունդների ներկայացուցիչները կան, իմ երեխաների գլխավորությամբ, իմ համար շատ սահուն է այդ ամեն ինչը անցել եւ ես օրինակ հիմա Սուզաննա Մելքոնյանը, որը որ ժամանակի մասնակցել է, իսկ հիմա ժյուրի անդամ է, դա նրա համար է շատ անհասկանալի, ցավալի, Անդրեն է միգուցե այլ կերպ այդ ամենին վերաբերվում, ես շատ հանգիստ եմ վերաբերվում, հասկանում եմ, որ երեխաները փոխվում են, սերունդները փոխվում են, այն ժամանակ իսկապես ավելի լսող էին, ավելի, այսպես ասած, փակված էին։ Հիմա դե պարզ է, բայց դրան բացատրություններ գոյություն են, չէ՞, այն ժամանակ հեռուստատեսությունը միակ հարթակն էր։ Իսկ հիմա տեսեք ինչքան հարթակներ կան, որտեղ որ մարդիկ կարող են ինքնադրսևորվեն եւ ինքնակայանան եւ աշխարհին ասեն, որ վաու, ես կամ։ Դրա համար այո, երեխաները ուրիշ են, շատ դժվար է հիմա իրականում փորձել իրենց ուշադրությունը գրավել եւ դա ոչ միայն հեռուստապրոյեկտներում, չէ՞ որ դպրոցներում է այդպես, համալսաներում է այդպես, կյանքում է այդպես։
Առաջ կարող է երեխան նստեր եւ ժամերով լսեր թե տատիկը պապիկը իրան ինչ են պատմում, ժամերով տալիս, ֆիլմեր դիտել, սպասեր, որ մի մուլտիկը շաբաթը մեկ են ցույց տալու, իսկ հիմա օպ YouTube-ին սեղմեցիր եւ ամեն ինչ վարքյանական այդտեղ է։ Մի րոպեանոց ռիլսում իրենց ամեն ինչ բացատրում են ինչ որ այդ պահին ինձ պետք է։ Դրա համար մենք պետք է փոխվենք, ոչ թե ստիպենք, որ նրանք, չգիտեմ ինչ, ու մենք ասենք, գիտեք, ժամանակին։ Ես թեթև եմ վերաբերում, առհասարակ խորհուրդ եմ տալի բոլորը թեթև վերաբերում։ Բայց դուք նաև կարողանում եք ժամանակի հետ համատեղ քայլել։ Դե չգիտեմ ինչքանով եմ կարողանում, թե չեմ կարողանում, փորձում եմ ամենայն դեպս։ Դե այդքան նախագիծ, որ արդեն կայանում է ձեր շնորհիվ, այդ նշանակում է, որ տենդենսներին հետևում եք եւ կարողանում եք ակտիվ քայլերով գնալ։ Բայց օրինակ ձեր սերնդակիցներից շատերը մնում են այդ նույն սերնդի տակ եւ մտածում են ոնց իրենց կոմֆորտ զոնայից, այսպես ասած, դուրս չեն գալիս։ Նայեք, ես համաձայն չեմ նրան, որ ես տենդենսներին հետևում եմ։ Միգուցե տենդենսները հետևում են ինձ, որովհետեւ ես երբեք չեմ նստում նայում այսպես օրինակ որ անեմ ավելի ճիշտ կնի կամ չէ։ Դիտումների հետևից չեք ընկնում դուք։ Բացարձակ։ Ես կոմենտները չեմ կարդում։ Ահա։ Որ շատ դեպքերում ինձ ինչ որ հետաքրքիր ծիծաղելուց սկրինշոթեր են ուղարկում, ես հետո տեղադրում եմ, ասում եմ, մարդիկ ինչեր են մտածում կամ գրում։ Նայեք, իրականում կապ չունի դա երբ էր։ 2000 թվականին, երբ որ ես եկա ռադիո, թե 2025 թվականին մինչև ես ռադիոյում աշխատում եմ կամ իմ առաջին հեռուստացույց գալու դեպքում ես աշխատում եմ անել ամեն ինչ այնպես, որ ինձ հետաքրքիր լինի որպես ռադիո լսող կամ հեռուստադիտող կամ YouTube-ա դիտող։ Եթե ինձ դա հետաքրքիր չլինի, ես չեմ նայ, չեմ լսի, ուրեմն վատ է։ Թե հիմա դա տենդենսների հետ կապ ունի, չունի, ես չգիտեմ։ Դրա համար ես աշխատում եմ անել այնպես, որ եթե ես լինեի այն կողմ էկրանից կամ ռադիոից, որ ինձ հետաքրքիր լինի։ Դա միակ այսպես ասած ինձ հուզող բանն է։ Թե մարդիկ ինչ են մտածում դրա մասին, ինչպես են արձագանքում, պետքա դա իրանց պետք չի, ինձ չի հետաքրքրում ու տարիների փորձը ցույց է տալի, որ ճիշտ է, որ չի հետաքրքրում, որտեղ մարդիկ նայում են, դիտում են, լսում են ու եւ եթե դու միջև հիմա կարողանում ես այդտեղ մնալ, ուրեմն այն ինչ որ անում ես քո մոտ ստացվում է։ Ես այդպես եմ մտածում, բայց նորից թեթև եմ նայում այդ ամեն ինչին, չեմ գալի խորանում լսին, ինչ անենք վաղը որ պետք է եթեր մտնեմ, ոնց սկսեմ այդ ոնց այդ առաջի ողջունի բառ ասեմ կամ ինչ գրեմ, չէ, իմ մոտ այնպես բաներ չկա։ Հիմա ռադիո լսում են։ Իհարկե։ Ավելի շատ, ավելի քիչ, թե նման ստատիստիկա գոյություն չունի։ Նայեք, ցավոք սրտի ռադիոն մեր երկրում միջև հիմա ոչ մեկ չի չափագրում։ Միակ չափագրումները, որոնք որ հիմա արվում են, դա արվում է Գելապի կողմից, որ հաշվում է գովազդային ժամերը, գովազդատուների արձագանքները, ու մենք 4 թե 5 տարի իրար հետևից լավագույն ռադիոյի այդ չափումներով ստանում ենք Գելապից։ Մեզ մոտ գալիս են պարբերաբար աղջիկներ, միշտ դրանց ջղայնը, ասում չի տղաները չեն սովորում համալսարանից, աղջիկներ են գալիս ուսանողուներ սոցիոլոգիա ֆակուլտետից, պրակտիկայի եւ մենք իրենց միշտ պատվիրում ենք, այսպես ասած, մեր հարցումները հեռախոսով նրանք 300-ից 800 մարդու զանգահարում են, հարցնում են, էլի դեռ նորմալ ամեն ինչ։ Ну, գնայեք, եթե գովազդը վաճառվում է, եթե մեր գովազդային մարքեթինգի բաժինը կարողանում է գովազդ վաճառել, եթե մենք սպոնսորների ծրագիր ենք վաճառում, ուրեմն իսկապես մարդիկ լսում են։ Բացի դրանից այլ լսելու բան չափում կա, օրինակ մենք եթերում ուղիղ խաղարկում ենք տարբեր միջոցառումների տոմսեր։ Ուղիղ եթերում ասում ենք, որ մենք հենց հիմա խաղարկում ենք, խնդրում ենք զանգել եւ դա միանգամից արձագանքը ակտիվությունը այո, ուրեմն լսում են։ Ես հաճույքով կլսեի Gloomy Water մեքենայում, եթե լինեի վարորդ։ Դրա համար ինձ թվում է, որ լսում են, այո։ Գոլեգաներից միշտ լսում եմ ոչ միայն այն պատճառով, որ ես այդ ռադիոյում եմ աշխատում, այլ որտեղ ինձ հետաքրքիր է եւ դուր է գալի ինչ են իրենք անում։ Երբ որ Հայաստանից դուրս եմ գալիս, կապ չունի ինչ երկիր, էլի փորձում եմ այնտեղ աշխատում եմ, այնտեղ ռադիո լսել, որ տեսնեմ այնտեղ ինչով են մարդիկ ապրում։ Կարծում եմ ավելի մասնագիտական է արդեն։ Այո, ուզում եմ հասկանալ ինչ է կատարվում։ Ինձ թվում է, որ լսում են։ Հետո ժամանակին, գիտեք, երբ որ կինոն եկավ, մարդիկ ասում են, որ թատրոնը կմահանա։ Հետո երբ որ եկավ TV-ն, ասեցին, որ կինոն կմահանա։ Հետո եկավ ինտերնետը, ասեցին TV-ն կմահանա։ Հիմա դες բոլորը մահանում են, բայց տեսեք, որ թատրոնը կա, կինոն կա, TV-ն կա, ռադիոն կա։ Հիմա էլ chat GPT-ն են ասում։ Հա, հիմա էլ ասում են մենք կմահանանք։ Բոլորս պետք չենք, բայց դե ինձ չի թվում, որ chat GPT-ն ինձանց լավ գովազդ կարող է գրել։ Դեռ չի թվում։ Եթե կարողանա ավելի լավ, ուրեմն ես լիքը ուրիշ ժամանակ կունենամ, այսինքն լիքը ժամանակ ունեմ ուրիշ բաներ անել։ Ես դրանից չեմ նեղում։
Գոր ասացիք, որ բացարձակ կոմենտներին չեք հետևում։ Մեր հաղորդումը հենց կոմենտների մասին է։ Okay, փաստորեն ես մի քանի բան կիմանամ, էլի։ Այո, բայց հետաքրքիր է, երբևիցե մտածել եք ձեր մասին հեռուստադիտողը ինչ կարծիք ունի, հասարակությունը մեր։ Ես կոմենտներ լսում եմ, երբ որ ինձ մարդիկ փողոցում են մոտենում, փողոցում, խանութում, այլ երկրներում եւ ոչ միայն հայերը։ Ահա։ Որովհետեւ YouTube-ում դիտումները շատ են, այլ երկրի եւ ռուսերեն են Ռուսալեզու են, այո։ Այո, գնացել ենք Թբիլիսի մի տարի կամ 2 տարի առաջ չի հիշում։ Չէ, 1.5 տարի առաջ։ Կնոջս հետ եւ այնտեղ անդադար ինձ դե որ հայերը մոտենում են արդեն սովորեց, բայց երբ որ ռուսներն են մոտնում, ռուս, ուկրաինացի, բելարուս միգուցե, այնտենց այդտեղ լսում եմ, այդտեղ հասկանում։ Հիմնականում ինչ են ասում։ Հիմնականում ասում են, որ ինչ լավ է, ինչ հետաքրքիր է կանում, շատ խելացի մարդու տպավորություն եմ թողում, չգիտես ինչու։ Ասում են ինչ պատրաստված եք միշտ։ Դες բաներ են ասում, ես էլ մտքումս ծիծաղում եմ, որովհետև ես իրականում երբեք չեմ պատրաստվում։ Ժամանակ, այսինքն չեմ պատրաստվում դասական ձևով, ոնց որ հաղորդավարները պետք է ըստ երևույթի պատրաստվեն։ Բայց ես այլ կերպ եմ պատրաստվում, որը միգուցե ավելի դժվար պատրաստվելու ձև է, եթե ես օրինակ ինչ-որ մի գրողից կենթանի պետք է վերցնեմ ինտերվյու, ես բոլոր իր գրած գրքերը օրինակ կարող եմ շատ արագ կարդալ, բոլոր, ինչքան գրել է։ Եթե ես ռեժիսորից պիտի վերցնեմ, ես բոլոր ֆիլմերն եմ դիտում, բոլոր ռեցենզիաներն եմ կարդում այդ ֆիլմերի։ Վերջը, եւ դա ինձ դուր է գալի, ես դա չեմ համարում աշխատանք։ Ավելի բարդ եղանական։ Միգուցե, այո, ավելի բարդ եւ ավելի խորը, բայց դա ինձ դուր է գալիս եւ ես դա չեմ համարում աշխատանք, որովհետեւ ես անդադար կարդում եմ եւ անդադար ֆիլմեր եմ դիտում, օրինակ։ Դրա համար ինձ թվում է կամ եթե դա նկարիչ է, պետք է հասկանաս ինչ է թողել իր ետևում եւ այլն։ Ուզում ասեմ, եթե երաժիշտ է, բոլոր իր ձայնած կավառակներ ես լսում։ Այդպես եմ ես մոտենում, ես չեմ նստում ասում, բայց ինձ ինչ հարց տամ ես մարդուն, որ մի ասենց ոչ մեկ այդ հարցը չի տվել։ Այդպես երբեք չի լինում։ Դրա համար ըստ երևույթի մարդկանց մոտ տպավորությունն է, որ ես ամեն ինչ գիտեմ, բայց իրականում ես ամեն ինչ չգիտեմ իհարկե։ Չէ, մարդկանց մեծ մասը իդեպ ասում են, որ ինտելեկտուալ է գորը։ Տեսնում եք։ Այո։ Իսկ մարդկանց մի մաս էլ, որոնք բացարձակ չեն հետևել նախորդ հարցազրույցներին կամ ինչ-որ զրույցներին, ձեր մասնակցությամբ, ասում են ցինիկ դեմք է։ Ես իմ Facebook-յան էջում գրել եմ, որ ես ցինիկ եմ, ուղղակի մարդկանց մեծ զանգվածը չգիտի, որ դա ինչ է։ Եվ չգիտեն ցավոք սրտի ոչ մի բան կինիկ կամ ցինիկ փիլիսոփաների մասին եւ նրանք ճիշտ դեմք են, որտեվ հայերենում ցինիկ դեմք մի քիչ չգիտեմ, վատ բան, միգուցե, ինչու ոչ, ես կա իմ մեջ հուսանք առողջ ցինիզմ։ Հայ սուպերստարի շրջանակներում, ոչ միայն հայ սուպերստարի, այլ նաև X Factor-ի շրջանակներում, երբ մասնակցին օրինակ հարցեր եք տալիս կամ նույնիսկ ծիծաղում եք, դրանից հետո մի ալիք է բարձրանում հատկապես ձեր ուղղությամբ։ Так. Որ եկել նստել, այսինչ ձևա նախ նստել, միշտ դիրքի։ Միշտ դրանից է խոսում ու որ մարդու ինքնագնահատականի վրա դուք կարող եք ազդել կոմպլեքսներ ձևավոր, այս ամեն ինչին ոնց եք վերաբերվում։ Շատ առողջ է վերաբերվում, հենց դրա համար է այդ ամենը արվում է, որ մարդը հերթական անգամ կարողանա, եթե նա ունի ուղեղ, կարողանա ինքը իրեն այդ հարցը տալ։ Արդյոք ես իմ տեղում եմ, արդյոք սա իմն է, եւ արդյոք ցինիկ Եգոր Գլումովը լինելու է իմ կյանքի ամենադաժան պահը։ Եթե այդպես է, ես ձեզ շնորհավորում եմ։ Եթե ես ձեր կյանքի ամենադաժան պահն եմ, ուրեմն ես ձեզ շնորհավորում եմ, բայց ցավոք սրտի դա այդպես չի, որովհետև հետո էլ ավելի դաժան մարդիկ, դեպքեր եւ դեպքեր են ձեզ հանդիպելու, եթե դուք շարունակեք ձեր ճանապարհորդությունը դեպի շոու բիզնեսի վերելքները։ Դրա համար ես փորձում եմ մարդկանց կոպել եւ համարում եմ, որ դա այն ֆունկցիան է, որովհետև գիտեք ինչ, ես երկար տարիներ սպորտով եմ զբաղվել եւ եթե բարապունքների ժամանակ քեզ չցավա, դու չես կարող հետո մրցումների ժամանակ ապացուցել, որ դու ամենաուժեղն ես։ Մալխաս Ամոյանին հարցրեք, ինքը ձեզ կպատմի։ Դրա համար ինձ թվում է, որ դա օքեյ եւ շատ լավ է մարդիկ տենց են արձագանքում կամ ինչ ալիքները բարձր։ Ես իսկապես առաջ անգամ լսում, ինձ ալիքների մասին ոչ մեկ չէր ասել։ Եվ դա եւ համարում եմ, որ շատ ավելի լավ է, շատ ավելի շուտ է երեխային ասեն, որ դու երգել չգիտես, որ դու ճաշակ չունես, քան մենք դառնում ենք մեծ մարդիկ 40 տարեկան եւ մեր 60 տարեկան ծնողները մեզ անդադ ասում են, որ մենք աշխարհի ամենալավ երգողն ենք, այդ ժյուրի անդամներն էին դեբիլ, այն ժողովուրդն էր դեբիլ, որ ձեզ ձայներ չտվեց, այդ կոնսերվատորիայի անձնաժողովն էին ապուշները, որ քեզ չընդունեցին, բայց դու իրականում ամենալավն ես երգում եւ ամենալավն ես պարում։
Եվ հիմնականում հավատում են։ Եվ եթե 40 տարի մարդուն մի բան ասես, իհարկե։ Օրինակ ես իմ երեխաներին հասուն հասակում արդեն երբեք չեմ ասել, որ նրանք ամենալավն են հաստատ։ Բայց փոքր տարիքում ասել եք։ Փոքրիկ տարիքում իհարկե։ Ինչ չեն ասել։ Դա ձեր փոքրիկ տրավման է, տեսեք։ Բայց դա երբևիցե իմ վրա չի անդրադարձել իդեպ։ Դե տեսեք, տարբեր մոտեցումներ է լինում, ինձ թվում է, դաստիարակության մեջ։ Ես ուղղակի երբեք իմ երեխաներին, այսինքն այն հնարավորությունները, որ օրինակ ես ունեի իմ երեխաներին առաջ տանելու հեռուստատեսությամբ, չգիտեմ, ես երբեք չեմ օգտագործել եւ նրանք միշտ հասկացել են, որ դա ճիշտ է։ Յուրաքանչյուրը իրենցից ինչ որ բանի որ հասել է իր սեփական ուժերով, առանց պապայի, առանց մամայի եւ այլն, որտեղ պապան ու մաման կարող վաղը չլինեն։ Իսկ երբևիցե ձեր երեխաներին դիմել են ձեզ ինչ որ հարցով։ Փոքր ժամանակ այո։ Մեծ արդեն հասուն տարիքում, երբ որ պետք է կարիերա ստեղծեն։ Չէ, բացարձակ։ Հետաքրքիր։ Այո, որտեվ իրանք հասկանում են, որ դա այդպես ավելի ճիշտ է։ Շատ դեպքերում մենք անգամ շատ դեպքերում խորհրդի կարգով է ինչ որ քննարկումներ եղել տան մեջ, իսկ հետո երբ որ եղել է ինչ որ եղել է, մենք իմացել ենք post factum, որ դա օրինակ այսպես է։ Որ ես ուզում եմ ընդունեմ ստեղ, ընդունվել եմ, աշխատում եմ ու եւ այլն։ Գոր, ձեր կարիերան հեռուստատեսային, հա, արդեն այդ հայտնիության կարիերան շատ ուշ տարիքում սկսեց, այսինքն 32 տարեկան եք, եթե չեմ սխալվում։ Մինչ այդ դուք զբաղվել եք, դե ուշ ասելով հիմա կհասկանաք ինչի եմ ասում։ Մինչ այդ դուք զբաղվել եք այլ աշխատանքով, զինվորական եք եղել եւ ոլորտը լրիվ տարբեր է եղում այն դեպքում։ Հիմա շատերը, որոնք արդեն 25 տարեկան են, մտածում են, որ ինչ որ բան սկսելու համար շատ ուշ է։ Այդ մարդկանց դուք ձեր փորձից ինչ կասեք։ Ես կասեմ, որ նախ երբեք ուշ չի ինչ որ բան փոխելու։ Ուղղակի այդ պահը պետք է ձեռքիցդ բաց չթողնես։ Եթե դու իրականում ինչ որ բան ուզում ես անես, եթե չես ուզում բազմոցին նստած ասում ես, որ էսի սենց, էլին հենց, այն աշխատանքը չստացել, դա անիմաստ խոսակցություն է։ Բայց եթե դու ինչ որ բան փորձում ես, քո մոտ չի ստացվում, չես ընդունվում կամ չես հաղթահարում, այս մրցույթին չես կարող մասնակցել կամ պարտվում ես, դուրս ես մնում, ուրեմն դա նշանակում է, որ այդ մի դուռը փակվեց, ինչ որ մի դուռ է բացվել, հենց այդ նույն պահին, ուղղակի պետք է հասկանաս ինչ։ Երբեք ուշ չի, ես 26-27 տարեկանում նոր ինձ համար բացահայտել եմ ռադիոյի աշխարհը, զրոյից։ Եվ ոչինչ, լավ ամեն ինչ։ Ուղղակի մարդիկ կան մտածում են, եթե արդեն ուրիշ տեղ սովորել են, համալսարան ավարտել, արդեն չեն կարող ոլորտը փոխել։ փոխել։ Իմ կարծիքն է, խորին համոզմունքն է, ոչ թե կարծիքն է, որ ցավոք սրտի մեր ԶԼՄ-ները հեղեղված են երիտասարդ մասնագետներով, որոնք չունեն կյանքի փորձ եւ որոնք որ միգուցե ունեն գիտելիքներ, թե ինչպես է պետք ժպտալ կադրում, ինչպես է պետք ողջունել մարդկանց, համոզված եմ, որ շատ-շատերը ունեն ինձանից ավելի գրագետ լեզու, ասում են ոսկեղենիկ հայերենով ի տարբերություն պղինձա մոլիբդենիկ հայերենի, բայց ասելու բան չունեն։ Հասկանում եք, դա է խնդիրը, որ եթե դու չունես կյանքի փորձ, դու դատարկ ես։ Պարզ է, որ լինում են դեպքեր, երբ որ մարդը 16 տարեկանում ասելիք ունի, բայց հավատացեք ինձ, որ նրանք այդ 16 տարեկան ասելիք ունեցող մարդիկ շատ ավելի քիչ են, քան 26 տարեկան ասելիք ունեցող մարդիկ։ Դրա համար ըստ երևույթի ինչ որ առհասարակ ԶԼՄ-ներում աշխատանքը ռադիո, TV, YouTube այսօր դարել է ԶԼՄ, դա կարող է լինել քո երկրորդ կամ երրորդ, չգիտեմ, աշխատանքը, որտեղ դու այստեղ ինչ որ բան ես արել ունես, պատմելու բան եւ փորձ այս համալսարանը ավարտել ես, չգիտեմ, ես պոլիտեխնիկ ավարտել եմ, ծառայել եմ բանակում, բավականին երկար, հիմա աշխատում եմ TV եւ ռադիո, այսինքն ոչ մեկի հետ կապ չունի, բայց կարծես թե կապ չունի, բայց իրականում շատ մեծ կապ ունի, որովհետեւ թե պոլիտեխնիկումին 5 տարի սովորելը եւ այն մարդիկում հետ ես որ շփվել եմ այն դասախոսները, գիտելիքները, թե բանակը, շատ բան են ինձ տվել իմ այսօրվա կայանալու համար։ Դրա համար թե դպրոցները, որտեղ որ ես սովորել եմ տարբեր քաղաքներում, տարբեր երկրներում անգամ։ Ուղղակի պետք է քո բագաժը կարողանաս ճիշտ օգտագործել։
Իսկ եթե դու 18 տարեկան ես, նոր ավարտել ես դպրոցը, բանակի դեռ չես գնացել, գալիս ես ասում ես, որ ես, եթե գալիս ես ու կարողանում ես ապացուցես, որ դու իրոք կարող ես տրաքացնել եթերը, բայց ցավոք սրտի այդպիսի դեպքեր շատ քիչ են։ Ես 3-4 հոգու կարող եմ այդպես հիշել իմ կյանքում։ Իսկ անփորձների հետ աշխատելը ձեզ համար նորմալ է։ Այսինքն եթեր կմտնեք պրակտիկանտի հետ։ Իմ համար բացարձակ կապ չունի։ Ես բոլորի հետ կարող եմ եթեր մտնել, բոլորի հետ կարող եմ վարել ինչ-որ բան, երբ որ ես զգամ, որ այդ մարդը կարիք ունի օգնության, ես կօգնեմ, թե ուղի եթերում, թե եթերից դուրս, եթե զգամ, որ ինքը այնքան ինչ ասեմ, որ ոչ մի չնեղանա, այնքան ինքնավստահ է, որ ընդհանրում է, որ ինքը ամեն ինչ գիտի օքեյ է, ասեմ, всё, դուք համար ես էլ իմ ֆունկցիաները կատարում։ Ես բացարձակ խնդիր չունեմ։ Որ դուք նաև այն մարդկանցից եք այն հայտնի մեր հասարակության համար հայտնի անձնավորություններից եք, որ բաց է միշտ բոլոր մարդկանց առաջ։ Այսինքն, եթե մեկ այլ տեղից այս պահին էլ զանգ ստանաք հարցազրույցի, դուք կգնաք, որովհետև շատ եք մասնակցում հարցազրույցների։ Բայց շատերը այդպես չեն, դուք բացառիկ դեպք ա ձեր դեպքը, անկեղծ պետք է լինեն, որովհետև շատ մարդիկ միշտ մերժում են։ Ինչով է պայմանավորված ձեր այդքան բաց լինելը այլ ԶԼՄ-ների հանդեպ։ Նախ ես ալարկոտ մարդ եմ շատ, այդ իսկ պատճառով եթե ես մեկ անգամ մեկին ասեմ, չես կարող կտրուկ ասես, պետք է ասես այսօր չէ, վաղը անդադ զանգելու է, հա։ Դրա համար ավելի լավ այդ մի բան անես, ասես, всё, օքեյ, ես կանչեցիք, խնդրեցիք, ես եկա, ինձ որ ինձանց պահանջում են, ասեցի, ձեր հարցերին պատասխանեցի, շնորհակալություն։ Նախ դա, երկրորդը ես հարգում եմ բոլոր այն մարդկանց, որոնք որ այս ոլորտում աշխատում են, եւ իմ համար կապ չունի նրանց դիտումները միլիոնավոր են, թե տասնյակ, որտեղ ես ես վերջերս մի քանի դեպք եմ գնացել, որ այնց 24 դիտում ունես։ Դե սկսնակ էին կամ չգիտեմ ինչ էին, ես աշխատում եմ մարդկանց օգնել եւ դա ինձանից մեծ բան չի գնում դժվարություն։ Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, որոնք որ միշտ ասել են չէ, ասելու բան եթե ունես, գնա ասա, ինչի համար չասես։ Հետո բաներ կա, որ ես համարում եմ, որ շատ կարեւոր է, որ մարդիկ անդադ դա լսեն։ Լսեն, որ կարդալ է պետք, լսել, որ չի կարդում, չի կարող երկիր կառավարի, չի կարող նորմալ մարդ լինի, չի կարող հայրենասեր լինի, այն մարդը, որ ստում է, չի կարող, չգիտեմ, եւ դա անդադ պետք է ասվի։ Անդադ պետք է ասվի, որ մարդկանց ուղեղները լցվի, որովհետեւ ցավոք սրտի կան էլեմենտար բաներ, որոնք որ մեր հասարակությունը այսպես, չգիտեմ, ոնց որ մուտսենյակում լույս է վառվել ու այտենց տեսել են, որ լույս կա, լավ է, բայց որ պատերը ճաքած է, վերևից կաթում է, հատակ չկա։ Այսինքն էլեմենտար բաները, որ փոխհարաբերական, մետաֆիզիկ, որ իրենց պետք է ասես անդադ։ Հիմա ես ինչքան շատ ասես ու ինչքան մարդիկ շատ ասեն, միգուցե ինչ որ բան օրից մի օր կփոխվի, հուսանք։ Իհարկե։ Շնորհակալություն այս ամենով ուզում եմ ասել, որ մեր հրավեր ընդունեցիք։ Դե քանի որ մեր հաղորդումն էլ կոմենտների մասին է, ես ասացի, որ մի քանի կոմենտ եմ առանձնացրել, կկարդամ եւ դուք կփորձեք արդեն պատասխանել այդ կոմենտին։ Իսկ կոմենտին հարց է որ պատասխան, թե։ Չէ, կարող եք ուղղակի ես կկարդամ, դուք արժանի պատասխան կտաք, այսպես ասեմ։ Լավ, բարի։ Մինչ կոմենտներին անցնելը, ես ուզում եմ հասկանալ նորարարական տեխնոլոգիաներին ինչպես եք վերաբերվում դուք։ Ինչ է նորարարական տեխնոլոգիա։ Արևային կայաններ, ամեն ինչ կապված է տեխնոլոգիաների հետ։ Լավ են վերաբերվում, նայեք, այստեղ պետք է ուղղակի նորից խելամիտ այդ ամենին վերաբերվես։ Էստոնիայում, երբ որ ես եղա վերջին անգամ, ուրեմն օդանավակայանում փակցրած էին հայտարարություններ, որ եթե դուք մեր երկրում որևիցե տեղ չունենաք 3G, այն ժամանակ 3G-ն էր։ Ուրեմն խնդրում ես հեռախոսը համարով անվճար զանգահարեք, մենք ձեզ 100 եվրո փող ենք տալու։ Օհ։ Եվ դա վերաբերում է Էստոնիայի ամբողջ տարածքին, այսինքն կարող էր գնալ անտառ։ Եվ անտառում կար ինտերնետ, որտեղ կային մարդիկ, որոնք որ գալիս են Էստոնիա փող աշխատելու համար, տենց ման էին գալի կետերը, գտնում էին այդ կետերը իրականում, ստանում են իրենց գումարները։ Էստոնիայում այն մարդիկ, որոնք որ դրա համար պատասխանատու են, այդ կետերն էին փակում։ Եվ Էստոնիան եղել է աշխարհի առաջին երկիրը, որը որ 100%, դե Էստոնիան պարզ է, որ մեր մոտ սարուձորեր չկար։ Փակված էր ինտերնետով։ Բացի դրանից, էստոնական անտառում ծառերի վրա, իմ աչքով եմ տեսել, վարդակ զարյատկայի համար։ Ծառի վրա։
որտեղից էր, ինչ էր։ Լարերը որտեղ է։ Լար չկար, միայն վարդակներ, դու ըստ երևույթի վերևը ինչ որ արևային բան կա, որը որ չէր երևում ծառերի մեջ։ Երկրորդը, ինչ վերաբերվում է ուրեմն արևային կայանների։ Մենք ունենք սեփական տուն Օշականում, եւ օրինակ հիմա արդեն սեփական տուն ունես, դու պատրաստի սարքել ես, պատրաստել ես, այն ժամանակ չկար տենց բան, չէինք մտածում դրա մասին, ոչ մեկ չէր մտածում, որ դեպի հարավ, դեպի չգիտեմ ինչ եւ ինչ որ անկյունի տակ պետք է լինի։ Հիմա ես ասում եմ, Ժորժ ջան, ես ունեմ տուն, եկեք փռեք իմ կտուրին, ինչպես որ կա, ու ապահովեք ինձ հոսանք եւ տաք ջուր։ Տաք ջուր ապահովելու համար պետքա դրսից, չգիտեմ ինչեր անենք, որտեվ ներսից արդեն չեն կարող կպնենք։ Հրելը չի կարելի այտենց անիմաստա, որտեվ մենք պետք է չգիտեմ ինչ անկյունների տակ անենք։ Դե Ժորժ ջան, այտենց չի լինի։ Ուրեմն ես ուզում, ես ունեմ ներքին իծնե էսթետիկայի զգացում։ Ու ես ուզում եմ, որ սենց իմ այգիում նստեմ, գլուխը սենց որ բարձրացնեմ, տարին 4 անգամ չեմ ուզում տեսնեմ ինչ որ անհասկանալի կոնստրուկցիաներ։ Ուզում եմ չտեսնեմ, բայց այդ ամեն ինչը լինի։ Եթե դուք չեք կարող այդ հարցը լուծեք, ուրեմն ես դեռ Ես առաջարկում եմ այս հարցով դիմեք մեր գործընկերոջը, Էկովիլ ընկերությանը, որոնք արդեն ոլորտում 10 տարի են եւ բացի Հայաստանից դա աշխատում են նաեւ Շվեյցարիայում եւ Վրաստանում։ Ինձ թվում է, որ Շվեյցարիան ոչ մեկ կտուրները նորից չի վերափռում։ Այ դրա համար էլ կդիմենք Էկովիլի եւ ձեր հարցը կլուծվի եւ կզգա կարևի ուժը արդեն Էկովիլի հետ միասին։ Շնորհակալություն, Էկովիլ դիմում ենք։ Ես արդեն կկապեմ։ Մի օր արևը մեզ էլ կկապնի։ Բաց չկպներ։ Կպավ։ Տակը կպավ։ Հեսա կկպնի։ Ձեռք բերեք արևային համակարգ Էկովիլից եւ մասնակցեք էլեկտրական ավտոմեքենայի խաղարկությանը։ Հենց ասեմ 3-4 բարձր կխնդակ։ Էկովիլ, զգա արևի ուժը։ Գարեջրի սիրահար եք։ Այո։ Հատկապես ինչ գարեջրեր եք սիրում։ Որսեք տարբեր եւ աշխատում եմ բոլոր երկրներ, որտեղ որ այցելում եմ, խմել իրենց ոչ թե օրինակ հունականը Հունաստանում, գերմանականը Գերմանիայում, ֆրանսիականը Ֆրանսիայում, այլ փոքրիկ գյուղերում եւ քաղաքներում հենց այն գարեջուրը, որը այդտեղ է արտադրվում։ Տեղական է, ահա։ Կրաֆտային գարեջուր եմ շատ սիրում։ Ահա։ Դրա համար ինձ թվում է, որ Հայաստանում էլ լավ գարեջրեր կան։ Так что Շմուխեր, Պաուլաներ։ Այո, գերմանական դա անխոսք, իհարկե, դա անխոսք։ Սիրում եմ եւ սիրում եմ չֆիլտրված։ Ահա, շատ լավ։ Այդ դեպքում առաջարկում, եթե ընկերներով ինչ-որ խաղ դիտելու լինեք, հա, արդեն առաջնություն, այցելեք մեր գործընկերոջ մոտ Պաուլաներ գարեջրատների ցանց եւ այնտեղ եւ գարեջուր խմեք, եւ համեղ խորտիկներ ուտեք եւ խաղը դիտեք։ Այո, ես ողջունում եմ Պաուլայներին, մեր ընկերներին բոլոր, որոնք որ Պաուլայներներ աշխատացնում են։ Վստահ եմ ծանոթ եք գերմանական գրոհե սանտեխնիկային։ Մանշուշտ մեր տանը գրոհ է դրած։ Որովհետև մի անգամ դնում ես ու էլ չես դնում։ Այո, Հայաստանում գրոհեն պաշտոնապես ներկայացնում է United Technical Service-ը եւ նրանք մեր գործընկերներն են։ Դավիթ Անհախտինը։ Ես ամեն ինչ սովորել եմ, դասերից եկել եմ, տեսեք։ Հիմա կասեն կոմենտների բաժնում պայմանավորված է, բայց մենք բացարձակ չենք պայմանավորվել։ Այնպես որ արդեն կարիքը չկար, որ Դավիթ Անհախտինն էլ նշեի, արդեն օգտվում է, դուք էլ կարող եք օգտվել, մի խոսքով շնորհակալություն գրոհեին։ Խնդիր չկա, մենք կարող ենք պայստավորել ձեր ապրանքը մինչ վերանորոգման ավարտը։ Գիտեք United Technical Service-ի պահեստավորման ծառայության մասին։ Եթե ձեզ մոտ վերանորոգում է, հոգ չէ։ Կարող եք ձեր գնած ապրանքը թողնել ապահով ձեռքերում։ Գրոհե մասնագիտացված կենտրոնի պահեստում։ Այստեղ ձեր հարմարավետությունն առաջնահերթություն է։
Հիմա անցնենք կոմենտներին։ Կոմենտները շատ չեն, ասեմ, որովհետև հիմնականում Շատ չեն գրում։ Շատ գրում են, բայց պարզվում է հասարակությունը սիրում է ձեզ։ Հա։ Իսկ ես լավ կոմենտներ չէի ուզում անընդհատ կարդայի, վատերն էի փնտրում եւ քիչ գտա։ Ոչինչ, կարդացեք այդ հազարավոր վատ կոմենտները։ Հիմա կկարդամ։ Հասարակությունից, փաստորեն, այո։ Ես բայց իրականում դա զգում եմ, որ քայլում են փողոցներում։ Հա։ Ժպտացող մարդիկ շատ ավելի շատ են, քան Օրինակ մեր հասարակությունը այն տիպին է պատկանում, որ երբ հայտնի մարդու տեսնում է, ուզում է այնպես անել, որ չնկատի տվյալ մարդը, որ ճանաչել են իրեն։ Չէ, ցավոք Ցավոք չէ, արդեն բախտաբար։ Այո։ Միակ տեղը, որ ներվայնանում եմ այդ ամեն ինչից, իհարկե դա Ծիծեռնակաբերդն ապրիլի 24-ը։ Այդտեղ որ խնդրում են կամ չեն խնդրում գալիս են, փաթաթվում են սելֆի բան, դե ջայնանում են, բայց մնացած բոլոր դեպքերում, բոլոր մարդիկ, որոնք որ քիչ թե շատ հայտնի են, պետք է հասկանան, որ պարտք ունեն հասարակության դեմ, եւ եթե մենք ինչ-որ մեկին կարող ենք ուրախացնել, ժպտալով, նկարվելով, մենք պարտավոր ենք դա անել։ Մենակ այսօր ես մեծ սիրով իմ հեռախոսի մեջ գրել էին Իսահակյան գյուղի միջնակարգ դպրոցի վերջին դասարանցիները, որ իրենց վերջին զանգը ուզում են իմ ձայնով սկսվի ձայնագրություն անել։ Դե պարզա որ երեխաների համար ինչ որ պետք է ձայնագրեցի, ուղարկեցի անվճար եւ մեծ հաճույքով դա արեցի։ Սա ոչ գովազդ է, ոչ չգիտեմ ինչ է, ոչ փող աշխատելու, կարող է ասել չէ, որտեվ դա սպամերի մեջ է գալիս, չէ, կարող ես։ Բայց ես օրինակ այդ սպամերը բոլորը կարդում եմ, ընթերցում եմ եւ հասկանում եմ ում կարող եմ օգնել կամ ում չեմ կարող օգնել։ Դուք բացառիկ մարդ եք, լուրջ եմ ասում։ Չէ, ալարկոտ եմ ուղակի։ Դու պատկերացրու, եթե չանես ինքը հանդատ գրելու է։ Չէ, Всё էլ չի գրի, արդեն մեկ է 12 տարի հետո։ Երախու համար է։ Այգուցե։ Գոր, ես մի հարցեր տամ, նոր կոմենտը կարդամ։ Ինչ եք զգում դուք հասարակության առաջ, ինչ պարտավորվածություն եք զգում, որովհետև ամեն դեպքում մեծ մասը ձեզ հետևում է։ Թե ինչ գործունեություն եք ծավալում, ձեր խոսքը լսելի է, այդ մարդկանց հանդեպ ինչ պատասխանատվություն ունեք։ Նայեք, գիտեք ինչ, եթե ես գոնե մի քիչ մեր հասարակության մեծամասնությունից այդ ցավոք սրտի այստեղ լավ եմ ապրում, եթե ես ինչ որ բանի հասել եմ այս կյանքում, այս առօրյայում, այս երկրում, ես հասկանում եմ, որ այդ մարդկանց շնորհիվ է դա, որովհետև եթե ինձ չլսեին, չդիտեին, ինձ եւ իմ նմաններին, ում համար ենք դա անելու, մենք այդպես ցինիկներով հավաքվել ենք իր համար անենք եւ վերջ 24 հոգի։ Չէ, մենք անում ենք իրենց համար եւ եթե մեզանից պահանջվում է ժպտալ այդ մարդկանց, լավ տրամադրություն պարգևել, ինչ որ բաներ պատմել, ապա դա պետք է անել ոչ միայն քո եթերաժամի ժամանակ, այլ նաև եթերից դուրս։ Եվ ինչքան քիչ դու կեղծես կամ ինչքան քիչ դու խաղաս ու լինես այնտեղ մեկը, խանութում ուրիշը, խանութում մռայլ ինչ որ sense ինքնասիրարված պինգվին բան, այդքան ավելի լավ կլինի ու հեշտ կլինի վերջով։ Դրա համար եթե ինձ խանութում ինչ որ բան են հարցնում, ես մեծ սիրով պատասխանում եմ։ Եթե երեխան ինչ որ բան է հարցնում, չգիտեմ, շտոկ դեկագդա խաղից էլի պատասխանում եմ։ Ինձ դժվար չի, ես համարում եմ, որ մենք իրանց համար ենք դա անում։ Ես իմ համար չեմ դա անում։ Ես միշտ ասել եմ դա։ Եթե ես հնարավորություն ունենայի ոչինչ չանելու, ես պարզապես 24 ժամ պարկեի դիվանին ու գիրք կարդայի։ Բայց եթե ես այս կերպով եւ այս ձևով եմ վաստակում իմ կյանքի, այսպես ասած, ապրուստը, ուրեմն ես պարտավոր եմ հասարակությանը։ Շատ լավ։ Հիմա ես կկարդամ կոմենտը։ Գլումովին չեմ սիրում, քանզի բավականին ինքն իրենից գող մարդ է երևում, բայց այնքան տեղին խոսքեր ասած բավականին անկեղծ գտնվեց, որ ես ապշած եմ, մոլորվեցի, սկսեցի հարգել նրան։ Դե նախ պայմանավորենք, որ Գլումովը $100-անոց չի, որ բոլորը իրան սիրեն։ Ես շատ գոհ եմ եւ ուրախ եմ, որ մարդիկ ինձ կամ սիրում են, կամ չեն սիրում։ Շատ ավելի ցավալի կլիներ, եթե մարդիկ լինեին իմ նկատմամբ անտարբեր, որտեղ անտարբերությունը ամենամեծ չարիքն է ինձ թվում է։ Չեն սիրում, թող չսիրեն, իհարկե, դա նորմալ է եւ մարդիկ տարբեր են վերջով շատ մարդկանց դուր չի գալիս, գուցե որ ես կարող եմ ոչ սապրված եթերում լինել կամ ոչ թե կոստյումով, ասենց սիրուն ջուր, բաներով, այլ շապիկով։ Դե կարող է դուր չի գալի մարդկանց, դա ինչ անենք։ Նորմալ է դա։ Հիմա Եգորը շատ ինքնավստահ, քմծիծաղով, բոլորի հանդեպ ձեռ առնելով իրեն թվում է աշխարհի գիտունիկն է ինքը։
Դե իրականում դա ինձ միայն թվում է, որտեվ ես խոստովանեցի, որ ես եւ առաջին մարդը չեմ, որ ասում եմ, որ ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ։ Հուսամ, որ դու գիտեք ով այդ մարդը։ Առաջինը ինքնավստահ եմ, այո, որովհետեւ այն ինչ որ ասում եմ, դրա համար պատասխան եմ տալի։ Այն ինչ որ չեմ ասում, դրա համար չեմ կարող պատասխան տալ։ Դե չգիտեմ, միգուցե։ Նորմալ է, լավ, օքեյ։ Միկին էլ գրել է. «Փաստորեն իր իսկական անունորվել է հանդես գալի, հա, թե չէ Եգոր, Գլումով, Մլումով»։ Դե Տիկին ջան, հիմա ես ունեմ անուն եւ ազգանուն եւ շատ եմ բարձենում թե անունովս, թե ազգանունովս, Գոր Գրիգորյան, բայց նաեւ, այսպես ասած, Եղծանուն, չէ՞ Եղծանուն ունեմ, որը որ ռադիոյում էր ծնվել, դա պայման էր ռադիովանում աշխատելու համար, բոլոր մեր Ժամանակին այդպես է, չէ՞, բոլորը Եղծանուններ ունեն։ Բոլորը ռադիովանում Եղծանուն, միջև հիմա, եթե դու եթերային մարդ ես, դու ունես Եղծանուն։ Մաքսիմ Գորկին Արամ Ղարախանյանն է, Ժակը Պապիկյան Հակոբն է։ Վերջը բոլորը ունեն իրենց Եղծանունները, դրա համար այդպես եմ մտե այս բնակավար եւ այս աշխարհ, բայց այո, Գոր Գրիգորյան։ Հարցազրույցնիցը մեկի կոմենտների բաժնում գրել են. Գլումովը ճիշտ կողմով է գնում, թե չէ շեղվել էր։ Դե ինչի՞ց է։ Ես կարծում եմ քաղաքական թեմա է։ Հա, չգիտեմ, երբ է շեղվել, միշտ բոլոր դեպքերում եղել եմ, այսպես ասած, անարխիզմի կողմնակից եւ միշտ բոլոր իշխանությունների ժամանակ եղել եմ իշխանության դեմ, որովհետեւ համարում եմ, որ իշխանությանը պետք է միշտ դեմ մարդիկ լինեն, որ իշխանությունը միշտ սթափ լինի եւ հասկանա, որ ինչ է անում ճիշտ կամ ինչ է անում սխալ։ Դրա համար երբ որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը դեմ էին իշխանությանը, ես դեմ եմ իշխանությանը, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը իշխանությունը եւ նորից ես դեմ եմ իշխանությանը, այդ պարագայում ոչինչ չի փոխվել։ Հիանալի։ Միկին էլ գրել է այս, որքան օտար բառեր կօգտագործեք ձեր հաղորդման ընթացքում մաքուր հայերեն խոսել չգիտեք դուք։ Իհարկե չգիտեմ, մաքուր եւ ամեն անգամ ներողություն եմ խնդրում իմ ոչ ոսկեղենիկ հայրենի համար, իհարկե չգիտեմ, այո։ Եվ պարադոքսալ է դա, որ իմ ոչ ոսկեղենիկ հայրենով շատ ու շատ հեռուստալիքներ ինձ շարունակում են Եթեր տրամադրել, կանչել հյուր եւ լինել պահանջված։ Այո, դա պարադոքս է եւ անհասկանալի։ Ես ցավոք սրտի այո ռուսերեն խոսում եմ ավելի լավ եւ գրագետ, քան հայերեն եւ դա չեմ ասի, որ իմ խնդիրն է, որտեվ չեմ տառապում երբեք եւ երբեք չեմ ամանչել խոսել դրա մասին եւ եթե բառը չգիտեմ միշտ կարող եմ հանգիստ գոլեգայից հարցնել կամ հեռուստադիտողից հարցնել, երբեք չեմ նեղվել դրանից։ Ու չգիտեմ, եթե դուք նեղվում եք, առհասարակ, եթե ինձ մի բան դուր չի գալիս, եթե ես օրինակ լուրերը միացնում եմ եւ լսում եմ տհաճ ձայներ, ես ալիքը փոխում եմ։ Ֆուտբոլ եմ դիտում։ Ձեզ եմ խորհուրդ եմ տալի, երբ որ Գլումովին տեսնում եք եւ նա չի կարողանում հայերեն խոսել, փոխեք ուրիշ ալիք, այնտեղ հիանալի հայերեն խոսացող։ Այդքան բան հեշտ գործ չէ։ Մեկ ճտ եւ վերջ։ Տեսեք ինչ են ասում։ Հետաքրքիր պարադոքսի ենք հանդիպում, երբ մարդ խոսում է բարձր արժեքներից, ճշմարտությունից, բերանից դուրս եկած խոսքի կարևորության իմանալու մասին, բայց մի պահ մոռանում, որ շանթում ամենագրեհիկ ձևով ղժում է դեռահաս տարիքում գտնվող նուրբ հոգեբանական փուլում գտնվող երեխեքի վրա, հատկապես մեկի, ում բանակ էին զորակոչելու հաղորդումից հետո ու կիսահուզված խոսքում զինվորների մասին։ Անձնական կարծիքա, բայց հայրենակցի թուլությունը սпасելով ու դրանից քոնը կառուցելով տանում են ամեն ինչի ու այսօր ունենք այն, ինչ ունենք։ Փորձենք ազնիվ լինել ինքներս մեր առաջ։ Վերջը չհասկացաք, ինչ կապ ուներ սկզբի հետ, եւ ինձ էր վերաբերում, թե մարդը արդեն անձը իր մասին էր գրում, բայց ես համոզված եմ, որ իմ ղժալը միջև բանակը շատ ավելի մեղմ ղժոցները, քան ամենը ինչ այդ տղային բանակում են սպասում, ցավոք սրտի։ Երբ որ մեր հասարակությունը կապրի այնպիսի իրավիճակում, երբ որ ծնողը կուղարկի երեխային բանակ առանց մտածելու եւ վախենալու թե այդ երեխայի ներքին աշխարհի հետ։ Ես չեմ խոսում պատերազմի մասին, բացարձակ։ Ես խոսում եմ այն բանի մասին, երբ որ մենք խաղաղ կամ պսևդո խաղաղ ժամանակաշրջանում մեր բանակում ինչ է կատարվում, կամ մեր բակերում ինչ է կատարվում, կամ ծնողները ինչպես են իրենց երեխաներին դաստիարակում, որ ասում են քարը վեկար դու գլխին, առաջինը դու խփի եւ այլն։ Եվ ես համարում եմ, որ ավելի լավ է մենք իրար վրա ղժանք եթերներում, ոչ թե բանակում։ Այդ դա ավելի կարևոր ինձ համար եւ միգուցե ես այդ տղային պատրաստեցի բանակային կյանքին։
Ես ուղղակի, այո, փաստենք այն փաստը ներողություն տովտոլոգիայի համար, որ չեմ կարողանում շատ դեպքերում իմ էմոցիաները պահել եւ չեմ էլ ուզում։ Ես իմ երեխաների վրա եմ ղրժում, նենց չի որ ուզում եմ։ Նրանք փաստ են դա, բոլորը։ Միկին էլ գրել է. Ես նույն դպրոցն եմ ավարտել, ինչ գոռը, ու հիշում եմ, որ մի անգամ այցելեց դպրոց ու ես սրտատրոփ սպասում էի, որ գոնե հետևից մի անգամ տեսնեմ գոռին։ Դա արդեն կարելի է պատկերացնել, թե այդ ժամանակահատվածում ով էր իդեալն ու ում կարելի էր սրտատրոփ սպասել։ Շատ լավ կոմենտ է։ Հասկանա ինչ ոտ։ Հա, Բելինսկին ավարտել։ Okay։ Հա, մի քանի անգամ։ Վատի էիք սպասում Չէ, մենակ։ որ ես որ դուք ասում եք, որ կոմենտների պատասխան ուզում եմ հասկանալ, որ դե է վատը սկսելու։ Մի քանի անգամ դպրոցս ավարտելուց հետո իսկապես հրավիրել են, մեծ սիրով գնացել եմ, բայց ցավոք ամեն տարի զգում եմ, որ դպրոցը այն չի եւ առհասարակ կրթությունը այն չի։ Այո։ Եվ մեր վերջին կոմենտը այսօրվա գոր լավ նոտավել ավարտենք։ Դե արդեն լավն էր։ Այո։ Կարելի էր ավարտել։ Մի աղջնակ էլ գրել է. Գլումովը հայ ամենաինտելեկտուալ մեդիա դեմքերից է։ Շնորհակալություն իհարկե, բայց ես այդպես չեմ համարում, որովհետև Սանչը գոյություն ունի օրինակ Շտոկչեկագդայի որ վարում է, Արտյոմը Երկանյան։ Ես շատ բավականին գոլեգաներ ունեմ, որոնք որ հաստատ ինձանից ավելի ինտելեկտով են, ուղղակի գիտեք ինչ է հաստա ինտելեկտամետր ոչ մեկ չունի, էլի չի կարող չափել ինչ որ կերպ, ինչ որ ձևով, ուղղակի պետք է կարդալ անդադ, ոչ թե մի անգամ կարդալ, ասել որ ես գիրք եմ կարդացել, անդադ կարդալ։ Ես այն օրը երեխաներս, աղջիկներս անդադ ինտելեկտուալ խաղեր են դիտում, հեռուստատեսությամբ հայկական ականջի ծայրով լսեցի, որ մի հատ տղա, ու ինձանց բավական երիտասարդ եկել էր խաղի եւ խոստովանց որ ինտելեկտուալ խաղ է, որ ինքը գիրք չի կարդում։ Արդեն հակասությունը։ Բա գրքեր կարդացեք եւ դուք էլ կլինեք ել ավելի ինտելեկտուալ քան ես, դրան դժվար բան չկա, միայն հաճելի։ Գոր, եւս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ձեր ժամանակից մեզ տրամադրելու համար, հուսամ չենք նեղացրել ձեզ։ Չէ, բացարձակ Վատ էմոցիա չենք փոխանցել։ Այսքան բան, շնորհակալություն, իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ մեր գլխավոր գործընկերն է Grohe մասնագիտացված խանութսրահը, որը Հայաստանում ներկայացնում է United Technical Service ընկերությունը։ Grohe կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9 Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։